Շնորհակալություն։ Ես առաջին ընթերցման ամփոփիչ ելույթն էլ սկսեցի երախտագիտության խոսքերից, այսօր ուզում եմ կրկնվել, որովհետև իրականում քաղաքականությունը պետք է բուռն քննարկման առիթ տա։ Եթե առաջարկվող քաղաքականությունը չի առաջացնում կարծիքների բախում, եթե իշխանությունը չի ունենում ձգտում լիարժեք պաշտպանելու, իսկ ընդդիմությունը մինչև վերջ ընդդիմանալու եւ փորձելու ցանկացած լավ քաղաքականություն հակառակ եզրույթի ցույց տալու գայթակղման, ուրեմն քաղաքականությունը ոչ մի բան չի փոխում կյանքում։ Շատ նման է այդ առումով արվեստի գործին։ Եթե արվեստի գործը չի առաջացնում բուռն անհամաձայնություն ու վեճ, ուրեմն դա տապալված գործ է։ Այդ առումով այս քննարկումը կարծում եմ դասական խորհրդարանականության դրսևորում էր եւ կարծում եմ, որ մենք այս օրերին վայելեցինք մեր ազատության եւ ժողովրդավարության լիարժեք եւ գինը եւ հասկացանք դրա արժեքը։ Բաց լինելը նաեւ յուրաքանչյուրի էությունը բացահայտելու ամենաարդյունավետ ճանապարհն է։ Բայց այլախոհությունը միայն ընդդիմության, իշխանության նկատմամբ անհամաձայնության հայտնելու ազատությունը չէ։ Այլախոհությունը նաեւ ընդդիմության կողմից իշխանության տված լուծումներին ականջալուր լինելու շնորհքն է։ Իսկ ինչպես այսօր նաև վկան եղանք եւ ականատեսը եղանք, մեկ ընդդիմադրի կողմից մեկ այլ ընդդիմադրի կարծիքին ըմբոստանալը եւ բոլոր վարքագծի կանոնները խախտելով խոսքի այսպիսի պորտկումով արձագանքելը չէ։ Այլախոհությունը այն է, երբ որ դու թույլ ես տալիս ինքդ քեզ մտածելու, որ բացի քոնից կարա լինի մեկ այլ ճիշտ եւ ճշմարիտ կարծիք։ Եվ այդ արժեքն է ժողովրդավարության, որի վրա խարսխված է խորհրդարանականությունը եւ նաեւ այս ազգային ժողովի ուժը եւ ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Ես կանդրադառնամ միայն մի քանի հիմնական ընդդիմադիր հնչեցված կարծիքներին, որովհետև ըստ էության ես արդեն խոսել եմ եւ բոլոր իմ մոտեցումները մանրամասն ներկայացնելու հնարավորություն ունեցել եմ։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է չափազանց ուշադիր լինենք ցանկացած մեղադրանք առաջադրելիս կամ ցանկացած խոսք բարձրաձայնելիս այս բարձր ամբիոնից, որովհետև երբ որ առաջարկ է արվում տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի կողմից սահմանել աշխատավարձ ժամկետային զինծառայողների համար, որին ես ասել եմ, որպես պաշտպանության նախարար միայն կողմ կլինեի, կարծում եմ նա պետք է իրեն հաշվետվություն տա, որ իր առաջարկած հարցի գինը նույն չափ է, որքան եղել է իր ղեկավարած կառավարության պետական բյուջեն ամբողջությամբ։ Եվ եթե այսօր այդպիսի առաջարկ կարելի է անել, դա գնահատականն է այս տարիների մեր երկրի ունեցած առաջընթացի, նաև այս կառավարության հաջողությունների։ Երբ որ մենք խոսում ենք միայն զոհվածների մասին չմտածելու մասին, մենք պետք է որպես նախկին պաշտոնյա, օրինակ համադրենք նախկինում գործադիրում պաշտոն զբաղեցրած մարդ, համադրենք մեր ժամանակ, մեր կողմից ձևավորած բյուջեի հնարավորությունը զինծառայողին աշխատավարձ վճարելու սպային նկատի ունեմ եւ այսօրվա բանակի սպայի աշխատավարձը, որը որպես պաշտպանության նախարար համարում եմ, որ չափազանց ցածր է, բայց որպես վերլուծող մարդ տեսնում եմ այն դինամիկան, որը այդ աշխատավարձը ունեցել է տարիների ընթացքում։ Դա է էությունը հարցի։ Կարելի է ասել ամեն բան, բայց ցանկացած բան ասելիս պետք է իմանաս, որ դրան նաև պատասխան կա եւ այդ պատասխանը կարող է հնչեցվել։ Երբ մենք խոսում ենք օրինակ Հնդկաստանից միս ներկրելու մասին, մենք պետք է ազնիվ լինենք ու ասենք, որ այդ մսի ներկրումը բացահայտել է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Հայտնաբերելա, պատժելա, ֆիքսելա, որ միսը Հնդկաստանից եկած օգտագործման ենթակա է, ուղղակի չի համապատասխանում այն կատեգորիային, որով բերվել է, համապատասխան տնտեսական սանկցիաները կիրառվել են, բոլոր հետևանքները դրանից արվել են։ Դա վատ է շատ, որ եղել է, բայց դա չի կարելի դարձնել դրոշ, որ մեր մոտ ուրեմն ամեն ինչ բանակում տեսեք ինչ աղավոր է։ Մեր մոտ բանակում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ոմանք փորձում են երբեմն ներկայացնել։ Իսկ այն խնդիրները, որ ունենք, իհարկե, միասին պիտի բացահայտենք եւ հատ-հատ լուծելով առաջ գնանք, որովհետեւ բանակը մերն է եւ մեր փոխարեն դա որևէ մեկը չի անելու։ Հարց հնչեց հաշվելիության մասին, այն փոխհատուցումների, որոնք դրված են հիմքում։ Օրենքում է գրված, թե որքան է փոխհատուցվելու յուրաքանչյուր դեպքը։ Ասել ենք, թե որքան է այն գումարը, որը դրվելու է բյուջեում։ Հնարավոր է արդյոք, որ երբևէ այդ գումարը պարտադիր հավաքագրված չերիքի։ Իհարկե հնարավոր է։
Աստված ոչ անի, որ այդպիսի վիճակ լինի, բայց դա է այս հիմնադրամի ուժը, դրա համար ենք մենք օրենքով սա ընդունում, որպեսզի պետության վրա էլ պարտավորություն լինի, այդ դեպքում գտնել բոլոր հնարավոր միջոցները այդ պարտավորությունները լիարժեք կատարելու, որովհետև սա դառնում է օրենքի ուժով պետության պարտավորությունը զինծառայողի եւ նրա ընտանիքի նկատմամբ։ Ապրիլյան զոհերի մասին ենք անդադ խոսում։ Ես որպես պաշտպանության նախարար խնդրում եմ, մի խոսեք ապրիլյան զոհերի մասին, խոսեք ապրիլյան հերոսների մասին։ Չի կարելի հերոսին զոհ սարքել, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է դեպի բանակում չծառայելու ցանկության տարածումը հասարակության մեջ, որովհետև դա է ամենակարճ ճանապարհը արժե զրկելու այն սխրանքը, որ տղաները ամեն օր գործում են սահմանի վրա։ Իդեպ խոսում ենք մի բանի մասին, որից տեղյակ չենք բացարձակ, խոսում ենք նրա մասին, որ կառավարությունը այդքան մտածում է ապրիլյան գործողությունների մասնակիցներին հաշմանդամ թող տանի արտերկրում բուժի, բայց կառավարությունն է, որ դա արել է, որ կառավարության որոշումով ուժ է տվել իրավական ու ցանկացած զինծառայող, որը ունի առողջական խնդիր եւ դա չի բուժվում Հայաստանում, արտերկրում ենք բուժում։ Եվ անցյալ նիստին կառավարության 2 հոգու վերաբերյալ նման որոշումներ են կայացրել։ Բա դա է վերաբերմունքը, դա է բյուջեով արտահայտված են մոտեցումը, որ ասում ենք, բա բյուջեի գումարները, այդ է բյուջեի գումարները։ Դրանք այնքան են, ինչքան կան, դուք գիտեք, դուք եք այդ բյուջեն հաստատում ամեն տարի։ Լևոն Զուրաբյանի կրկոտ ելույթի հետ կապված մի քանի բան կուզեմ ասեմ։ Հնարավորություն թե պարտադրանք։ Շատ տարօրինակ հակադրություն է։ Երբ որ ձեզ պարտադրում են օդանավում կոչկել ամրագոտին, ձեզ հնարավորություն են տալիս փրկվելու, եթե դեպք պատահի։ Երբ որ ձեզ պարտադրում են ուսում ստանալ, դպրոցում ձեզ հնարավորություն են տալիս անգրագետ չլինելու։ Պարտադրանքը ու հնարավորությունը միշտ չի, որ հակադրվում են իրար։ Այս օրենքը այդպիսի պարտադրանք է, որը մեզ հնարավորություն է տալիս որպես հասարակության արտահայտելու մեր վերաբերմունքը մեր զինված ուժերին։ Ոչ մի սխալ բան դրա մեջ իրականում չկա։ Որևէ հակասություն դրա մեջ չկա։ Վերաբերմունք թե հարկադրանք է սա։ Սա վերաբերմունք է, միանշանակ, որը արտահայտվում է օրենսդրությամբ, որը ընդունվում է ազգային ժողովի կողմից եւ օրենքի ուժով արտահայտում է մեր հասարակության վերաբերմունք այդ խնդրին, որը կրկնում եմ շատ հստակ դրսևորվեց ապրիլյան օրերին օրինակ։ Խոսում ենք Գյումրիի վերականգնման մասին։ Եթե խոսում ենք Գյումրիի վերականգնման մասին իր բոլոր խնդիրներով, եկեք շատ ազնիվ ինքներս մեզ պատասխանենք, թե Գյումրիի որ տոկոսն է, Աղետի գոտու որ տոկոսն է վերականգնվել մինչև 1998 թիվը եւ ինչքան է արվել 98 թվից այսքոմ։ Եկեք խոսենք նրա մասին, որ այս կառավարությունը եւ այսօրվա նախագահի ղեկավարությամբ է ձևավորվել մի ծրագիր, երբ հնարավոր եղավ հազարավոր բնակարաններ Գյումրիում կառուցել, վարկը ժամանակին ամբողջությամբ մարել, որով դա արվեց։ Ընդ որում անել դա ամենավատ միջազգային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ որ ամբողջ աշխարհով աշխատատեղեր էին կրճատվում։ Իսկ այդտեղ դա հնարավորություն տվեց նաև շինարարների աշխատատեղեր ապահովել եւ այդ տարիները անցնել փառքով ու պատվով, չնայած բոլոր դժվարություններին, որ կային նաև մեր տնտեսության համար։ Մի ելույթ, որին չեմ անդրադառնա, դա Զարուհի Փոստանջյանի ելույթն է, որովհետև իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ առանց հայոյանք օգտագործելու։ Իսկ դաստիարակությունը չի թույլ տալիս անել երկրորդը։ Բայց քաղաքական սելֆիների մշակույթը բանակի մասին խոսելիս պետք է վերացնել, որովհետև շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, որը սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոու բիզնեսի ներկայացուցիչը, որ սելֆի է անում հրամատում։ Ես ուզում եմ ավարտել խոսքս անդրադառնալով վստահելիության խնդրին, որովհետև շատ խոսվեց դրա մասին։ Ես խնդրում եմ բոլորին կողմ քվեարկել, համոզված լինելով, որ այս հիմնադրամը աշխատելու է այնպես, որ բոլորը թպարտ եք լինելու ձեր կողմ քվեարկելու համար։ Եվ ես որպես քաղաքական պաշտոնյա, որպես քաղաքական գործիչ, այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում եմ եւ իմ քաղաքական կենսագրությունը եւ ապագան։ Խնդրում եմ բոլորին դա հաշվի առնել եւ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։